Լստենայ։ Սենց գնում հասնում մինչև փուֆ շտաբօգնության կայանի մոտ է հասնում։ Բժիշկներն էթում են հիվանդներին բուժելու, ասում են հիգիենան պայք, բա ձեր խեղճ դեմի հակախոզանոց վիճակը, հակասանիտարական վիճակը ով է բանում, լստենն այ։ Սենց գնում է։ Լստենն այ արա։ Ֆուֆ։ Կերը տարավ ես խոզանոցի միջից նայ, կերը տարավ ես խոզանոցի միջից։ Ստեն կառավարական ամառանոցների մոտ կենտրոն տարածքում ես վիճակը։ Լստեն նայ։ Այս է շտաբօգնության կայանն է։ Լստեն նայ։ Շուֆ։ Սենց գնում ես ուր է հասնում։ Այս հոտին բժիշկներն էլ կարան կանչի տեղ եթան տնաշեն։ Ինչ աղբեր։ Հա։ Ողջույն, ողջույն։ Այս հոտին բժիշկները կարան էլ կանչեթան։ Հա։ Ահա որ վիճակ է։ Էսի որ փողոցներ։ Հա։ Էդի զորաբն է, բա այսի։ Էս հլա զորաբի քարասն, որտեղ ընդեղից է էլի։ Զորաբի փողոց էլի։ Ստեղից քաղաքապետարան մի կիլոմետր էլ չկա։ Լստեն այ։ Էլիտար շենք է, Սեպտեմբերի 26-ն է, Երևան, կենտրոն վարչական շրջան։ Ահա գտնվում ենք Զորաբի փողոցում, որտեղից ըստ բնակիչների արդեն տևական ժամանակ է, 7 օրից ավել է, 1 շաբաթից ավել է, դիտահորից դուրս է թափվում ամբողջ կեղտը ու տարածքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Հետաքրքիր է, որ այս ամբողջ կեղտաջուրը հոսում հասնում է մինչև Երևանի 103 շտաբօգնության կայանի մոտով է անցնում, ամբողջ փողոցը մոտ մեծ մաս տիրում է այս կեղտ վիճակը։ Այս վայրից Երևանի քաղաքապետարան երևի մի կիլոմետր էլ չկա, հետաքրքիր է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ ես
գարշահոտ վիճակից, որ Երևանի սրտում թեպետ շատ տեղեր է նման հիգիենիկ վիճակ, բայց որ կներեք այդ արտահայտությանս համար քաքաջուրը կգա ու կանցնի շտաբ օգնության կայանի մոտով, դա արդեն վերջն է։ Հիմա հուսով հավատանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանձնարարի կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հետևողական վիոլա ջրին պարտավորեցնեն, որ խոզանոց կեղտ հակասանիտարական վիճակը վերացնեն։ Ահա, տեսեք, շտապօգնության բժիշկները պիտի գնան կանչի վայր, բայց վայրը երբ բժիշկները գնում են կանչի վայր, շատ դեպքերում պացիենտներին հորդորում են, որպեսզի պահպանեն սանիտարահիգիենայի կանոնները, բայց դեպքում ինչ անեն ես բժիշկներս ոտի, ես ահա որ, տեսեք, շտապօգնության ավտոմեքենան ու գնում է հիվանդի տուն, ամբողջ տարածքը գարշահոտ վիճակ։ Սենց գնում է ջուրը չէ, կեղտա ջուրը, կոյողի դիտահորից դուրս է գալիս, սա էլ Երևանի 103 շտապօգնության կայանն է, կենտրոնի թաղապետը միշտ հետևողական աչքից կամ չգիտի, կամ գիտի, ժամանակ չունի։ Տեսեք, ամբողջ տարածքը, էլիտար շենք է կոչվում, գարշահոտ, բարև ժողովուրդ, հոտը, խեղդում է հոտը, բայց տեսնում եք, չես տենում ինչա, ասում այն չա, ամբողջ հոտը խեղդում է, ինչ, ինչքան զանգում են ասում են մոտերում են չկան հելը, այսօր էլի զանգել եք 2 ժամա չկան, չէ, ամբողջ, ամենացավալն է, որ գնում է շտապօգնության կայանի մոտ է հասնում ու բժիշկները պետք է մաքուր ավտոներով այդքան հիվանդին տեղափոխեն հիվանդանոց։ Այս հոտը որ կպավ մտավ ավտոյի մեջ, էլ ինչ։ Հենց էթում է, փուֆ։ Շտապօգնության կայանն է, ավտոմեքենաները պետք է լրի մաքուր լինեն, այս հոտը որ մտավ